Ով է Արցախի անկման պատասխանատուն, թեժ քննարկում խորհրդարանում, նախընտրական շրջանում օտարերկրյա միջամտության թեման ևս բանավեճի առարկա է։ Հայաստանի վարչապետը Մոսկվա չի գնա, պատճառը քարոզարշավն է, Փաշինյանի ճեպազրույցը։ Ատամ չունեցողին չորամիրք, Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտի նվաստացուցիչ պայմանների մասին, եթե ոչ Հայաստանի ՄԻՊ-ը, ապա ով պետք է զբաղվի Բաքվի բանտում հայ քաղաքացիների իրավունքի հարցերով։ Ռուսաստանի զգուշացումը Ուկրաինային, եթե հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն, Մոսկվան լայնածավալ հարված կհասցնի Կիևին։ Ինչով է պայմանավորված զբոսաշրջիկների թվի աճը, Հայաստանի գրավչությունն է ավելացել, թե միգրացիոն հոսքերը, կառավարության վերջին նիստը ընտրություններից առաջ։ 2 միլիոն դրամ տարեցներին սեփական գործը մարզերում սկսելու համար երիտասարդները լքում են գյուղը։ 2 ձերբակալված Վեդիում անչափահաս քույրերի մանկապղծության գործով 65-ամյա տղամարդուն կալանավորել են։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ են արձակվել, սահմանվել է վարչական հսկողություն։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժանը մեր եթերում։ Սխալների պատճառով թշնամին հաջողություն ունեցավ, ընդդիմությունը այսօր խորհրդարանում մատնանշել է Արցախի անկման պատասխանատուին, իշխանական պատգամավորներն էլ սլաքները ուղղել են ընդդիմության կողմը։ Բուռն քննարկում է ծավալվել նաև նախընտրական գործընթացների շուրջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին նախընտրական այս շրջանում ընդդիմությունը օտարերկրյա միջամտություն է համարում։ Խորհրդարանական դեբատների բոլոր մանրամասները Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Ինչու պետք է Ադրբեջանն ավելի շուտ հասներ Հայաստանի սարերին, քան հայկական զինված ուժերը կհասնեին իրենց դիրքերը։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության падգամավորը համարում է, որ պատասխանատվություն պետք է կրեն ուժային կառույցները, ովքեր 44-օրյա պատերազմին մարտի դաշտում են եղել, եւ որոնց սխալների պատճառով թշնամին հաջողություն ունեցավ։ Կան քրեական գործեր, ովքեր որ պատասխանատվություն են կրում պատերազմի համար։ Ոստիկանական այն ստորաբաժանումները, որոնք որ պատերազմի դաշտում զգալի մասով հետ նահանջ են ունեցել եւ չեն կարողացել կարգ ու կանոն հաստատել պատերազմի դաշտում։ Ընդ որում նաև ռազմական ոստիկանության պետը, որը որ մարտի դաշտում կարգ ու կանոն հաստատելու օրինականություն պահպանելու համար անմիջական պատասխանատվություն պետք է կրի։ Ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա այս ողբերգական վիճակի Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը։ ՔՊԱ-ականներն էլ մեղավորության սլաքներն ուղղեցին ընդդիմության կողմը, հայտնելով, թե օրինակ արցախցիները լքեցին իրենց հայրենիքը, քանի որ ըստ Ռուբեն Ռուբինյանի ստորագրվեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Նախընտրական գործընթացների մասին ընդդիմադիրների դիտարկմամբ, որքան էլ գործող իշխանությունը խոսում է գալիք ընտրություններին օտարերկրյա միջամտությունը բացառելու մասին, այս օրերին ըստ Արծվիկ Մինասյանի իրենք հակառակն են նկատում։ Իդեպ ընդդիմադիր падգամավորի այս դիտարկման ընթացքում ազգային ժողովի դահլիճում ներկա էր նաև Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։ Падգամավոր Մինասյանը մեղադրեց եվրոպացի առաջնորդներին նախընտրական այս շրջանում օտարերկրյա միջամտության, ուղիղ թիրախավորված ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանում գործող իշխանությանը աջակցելու համար։ Բոլորը իմանան, թե ինչպես է հերթական անգամ իշխող քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգտագործում օտարերկրյա ուժերը սեփական աթոռ եւ իշխանությունը պահելու համար։ Donnez votre soutien au Premier ministre. Իդեպ Հայաստանի նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ արտասահմանցի լրագրողներից մեկն էր հարցրել Մակրոնին։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ նրա բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ ընտրությունների գործընթացին։ Մակրոնն էլ հայտնել էր, թե միջամտություններն այն քայլերն են, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Avec des prises de position. Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները, այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։
Մակրոնն այստեղ ասաց, թե ինքն անում է այն, ինչ արել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին աջակցելով։ Հավելեց նաև, թե իր արածը բաց դեմքով միջամտություն է։ Մինչդեռ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, որոնք ըստ Ֆրանսիայի նախագահի փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Նաիրի Մուլադյան, ժամը լրատվական։ Հայաստանի վարչապետը Մոսկվա չի մեկնի հայրենական պատերազմի հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ Ռուսաստան չգնալու պատճառը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն է։ Փաշինյանը այս մասին Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է դեռ ապրիլի սկզբին մոսկովյան այցի ընթացքում։ Վարչապետը ճեպազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու երևանյան վերջին այցին, պնդելով, թե Հայաստանը ուկրաինական հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Փորձում ենք կապել իրան Ուկրաինայի հարցով, մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիր ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով հայտարարություն է արել ուղղված Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին, եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ում մանդատն է սա, հարցադրում է արել Ռուբեն Վարդանյանը։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության եւ իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ, հարցնում է Վարդանյանը։ Ինչու մինչև օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան 1 տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն, հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը եւ պահման կենցաղային պայմանները։ Այստեղ պահվողների շարքում կան տարեց 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ, դա նվաստացում է։ Անահիտ Մանասյանը այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու հարցին։ Այցի նպատակը չի կարող լինել այն, որ Հայաստանի ՄԻՊ-ը գնա այլ պետություն մշտադիտարկում իրականացնի։ Հիմա եթե մշտադիտարկումը չէ նպատակը, որն է նպատակը, մենք պետք է նպատակները հստակեցնենք, ասել է նա, անդրադառնալով Դավիթ Իշխանյանի 3 հրապարակված դիմումին։ Մանասյանը ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանը չի կարող իր մանդատը իրականացնել այլ պետության տարածքում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Ռուսաստանի զգուշացումը Ուկրաինային, եթե հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն, Մոսկվան լայնածավալ հարված կհասցնի Կիևին։ Ինչով է պայմանավորված զբոսաշրջիկների թվի աճը, Հայաստանի գրավչությունն է ավելացել, թե միգրացիոն հոսքերը, կառավարության վերջին նիստը ընտրություններից առաջ։ 2 միլիոն դրամ տարեցներին սեփական գործը մարզերում սկսելու համար երիտասարդները լքում են գյուղը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն, Կիևի կողմից Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի Ուկրաինայի մայրաքաղաքին։ Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին ի դեպ ակտիվորեն աջակցել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նյարդային հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում, նշել է դիվանագետը։ Վլադիմիր Զելենսկին ամփոփորեն փորձել է նվազեցնել տվյալ նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո սկսել է ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։ Ընդ որում նրան բառացիորեն հունիցանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված Եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց
մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով եւ որի ամբիոնից հնչեցին այս ըստ էության ահաբեկչական նացիստական սպառնալիքները։ Երևանում փորձում են նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Թե որքան երկար կարելի է մնալ այդ դիրքում, Ուշակովն ասել է, որ չգիտի, բայց այս ամենը ըստ նրա վնասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք նրա խոսքով այդքան շահավետ են թե Ռուսաստանի եւ թե Հայաստանի համար։ Ուշակովը նշել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի շահավետ են Երևանի, քան Մոսկվայի համար։ Վաղվանից մեկնարկում է ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավով պայմանավորված վաղվանից արձակուրդ կմեկնեն։ Այսօր Փաշինյանը ընտրություններից առաջ կառավարության վերջին նիստն է վարել։ Էկոնոմիկայի նախարարը զբոսաշրջային հոսքերի աճի թվերն է ներկայացրել։ Այս տարի մոտ 60,000-ով ավելի շատ տուրիստ է եկել Հայաստան։ Արդյոք աճը Հայաստանի գրավչությամբ է պայմանավորված թե աշխատանքային կամ տարածիկ միգրացիոն հոսքերով։ Արմեն Հաթալյանի ռեպորտաժը։ 2026 թվականի ապրիլին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 39%-ով, իսկ տարվա առաջին 4 ամիսների աճը կազմել է 34%։ Միևնույն ժամանակ փոխվում է նաև զբոսաշրջային հոսքերի կառուցվածքը։ Վիճակագրական դրական միտումներն այսօր ներկայացվել է կառավարության նիստի ընթացքում։ Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%-ը, ապա հիմա 36%։ Բայց եթե անցած տարի 183,700 է եղել թիվը, այս տարի արդեն 245,178, այսինքն նույն 36%-ն ենք մենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերը ավելացել են։ Տուրիստների մուտքի աճ է արձանագրվել այլ ուղղություններից ևս՝ Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից։ Կա կարծիք սակայն, որ սա հիմնականում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսքի եւ Իրանից ու այլ պետություններից Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործողների հոսքի դրական արդյունքն է։ Հնարավոր է օրինակ կա դեպք, երբ որ օրինակ բերեմ, կա վարորդ, որ 2 օր անցկացնում է Հայաստանում եւ ինքը այս տրամաբանությամբ կարող է համարվել զբոսաշրջիկ, բայց ամբողջ աշխարհում էլ այդ նույն տրամաբանությամբ իրենք հաշվվում են։ Կառավարության անդամների կարծիքով զբոսաշրջիկների թվի աճին նպաստող մի շարք գործոնների շարքում կարևորագույններից են բարեկարգված ճանապարհները։ Այս համատեքստում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է շուրջ 13 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել 58 կիլոմետր ավտոճանապարհների նորոգման, միջին նորոգման եւ հիմնանորոգման համար։ Այս պահին վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ այն ճանապարհներին, որոնց վրա կատարված աշխատանքները պատվիրատու գերատեսչությունը չի ընդունել։ Տեսանելի վայրերում ուրեմն հանձնարարված ունենալ պաստառներ, ձորախբյուրի դեպքում անձամբ եմ տեսել, որ այդ պաստառը կա, որտեղ մանրամասն գրած է, որ ճանապարհը չի ընդունվել։ Նշվում է, որ վերասֆալտապատման այս աշխատանքների համար պետական բյուջեից լրացուցիչ գումարներ չեն վճարվում։ Բոլոր այն ճանապարհները, որոնք չեն ընդունվել, վերանորոգվում են բացառապես կապալառու ընկերությունների հաշվին։ Օրինակ Ելփինի դեպքում պատճառը առաջացած ճաքերը չէին, այնտեղ բիտումի վերին շերտը մի սեզոն ընդամենը շահագործվելուց հետո քայքայվել էր եւ այդ ճանապարհին ուսումնասիրել են կրողունակության խնդիր չկա, բայց կա ծերացման հետ կապված արագ ուրեմն բիտումի վերին շերտը դուրս էր եկել։ Կառավարության անդամները նշում են, որ ուժեղացվում է ասֆալտի որակի վերահսկողությունը։ Ստուգվում է ոչ միայն բիտումի որակը, այլ նաև ճանապարհի հարթությունը, ասֆալտի ծերացման աստիճանը եւ այլ տեխնիկական պարամետրեր։ Այդ նպատակով ձեռք են բերվել լաբորատոր սարքավորումներ, որոնցով ստուգվում է նաև երկիր մտնող բիտումի որակը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե թույլ չի տալու, որ ինչ-որ մեկը կեղծիք կատարի, անդրադառնալով իշխող կուսակցությանը իր անդամակցության եւ իշխանության շարքերում բազմաթիվ ընկերներ ունենալու թեմային, Վահագն Հովակիմյանը նշել է, որ արդեն 3.5 տարի է զբաղեցնում է ԿԸՀ նախագահի պաշտոնը եւ որևէ մեկը չի կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը կապացուցի, թե ինքը պաշտոնը օգտագործել է իր ընկերներին որևէ առավելություն տալու համար։ Այնպես որ ԿԸՀ-ն ուշադիր վերահսկելու է նախընտրական պրոցեսը, այդ թվում ուսումնասիրելու է բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ֆինանսական ծախսերը, ինչը արդար նախընտրական քարոզչության կարևորագույն բաղադրիչներից է։ Բոլոր քարոզչական նյութերը, որոնք ցանկացած հարթակում որ տարածվելու են, այսինքն վճարովի հիմունքներով տարածվելու են, այդ գումարները պիտի հատկացվեն իրենց նախընտրական հիմնադրամներից։ Այսինքն դա պիտի արտացոլվի իրենց հայտարարներում, այսինքն իրենք պիտի դա ամբողջությամբ ցույց տան։ Ինչ վերաբերում է
քարոզչական նյութերի բովանդակությանը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի դեպքում կարող է, այսպես ասենք, միջամտել, եթե դա վերաբերում է, այսպես ասենք, ընտրությունների վերաբերյալ, օրինակ ընտրական համակարգի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ասուլիս է հրավիրել ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա ասել է, որ վստահ է ստանալու են հաղթողի մանդատը եւ ձևավորելու են կառավարություն։ Սամվել Կարապետյանի խոսքով ինքը միակ գործարարն է Ռուսաստանի, որ ոչ մի սանկցիոն ցուցակում չկա, բայց շատ արագ հայտնվել է քաղաքացիական պայմանագրի խոշորացույցի տակ։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, նա ասել է, որ Հայաստանի կախվածությունը հենց հիմա է ամենաբարձր մակարդակի վրա։ Հետընտրական զարգացումների հետ կապված ծրագրեր առայժմ չեն քննարկում ուժեղ Հայաստան կուսակցությունում։ Նորաստեղծ քաղաքական ուժի առաջնորդն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է բուն ընտրական գործընթացի վրա։ Պնդում է իրենց հաջողությանն այլ ընտրանք չկա, իսկ նախընտրական այս շրջանում նրա համոզմամբ ընդդիմադիր որոշ ուժեր նաև գերագնահատում են իրենց կարողությունները։ Նախապատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք, մենք պատրաստ ենք եւ պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Ինչ վերաբերում է դաշնետված պրոռուսականության թեզին, Կարապետյանն ասում է, Ռուսաստանին թշնամի չի համարում, բայց անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող մեր երկրի կախվածությունը դաշնությունից ավելացնել, քանի որ այն ըստ նրա հիմա արդեն իսկ պատմական պիկին է։ Ուժեղ Հայաստանը կնախընտրի բալանսավորած պահել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Բացարձակ նշանակություն չունի երկրների անունները։ Նույնիսկ Մոզամբիկից, եթե մենք կարողանանք օգուտ ունենալ, մենք Մոզամբիկի հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Իսկ ինչ վերաբերվում է եվրոպական երկրներին, եթե այդ երկրներում կան մեր սփյուռքի մարդիկ, մենք նույնիսկ պարտավոր ենք ամեն ինչ անել, ունենալ այդ երկրների հետ լավ հարաբերություն։ Հայաստան-Եվրաինտեգրման օրենքը ուժեղ Հայաստանը չի չեղարկի, թեպետ Կարապետյանն իրատեսական չի համարում, որ մի օր մեզ կընդունեն Եվրաընտանիքում։ Մնալով տարածաշրջանում առանց պատմական արդարության պահանջատիրությունից հրաժարվելու Թուրքիայի հետ հարցերը կկարգավորեն։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց Հայաստանի շահերից ելնելով։ Նույնիսկ Հայաստանի գյուղացիների եւ գյուղատնտեսության շահերից ելնելով, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, հենց բացեցինք սահմանները, մենք Հայաստանում գյուղատնտեսություն չենք ունենալու։ Դրա համար դա ինձ համար չի լինելու կյանքի խնդիր, մենք բոլորի հետ ունենալու ենք շատ լավ նորմալ հարաբերություն, բայց ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Շնորհակալություն։ Ոչինչ չի մոռացվելու։ Այն խաղաղությունը, որը գործող իշխանությունն է Հայաստանին բերել, Սամվել Կարապետյանի համոզմամբ չի բավարարելու մեր ժողովրդին, այն արժանապատիվ չէ։ Մեզ պետք են երաշխավորներ, դրա համար մենք ասում ենք, մեկից ավել երաշխավորներ, աշխարհում շատ չեն այդ երաշխավորները, աշխարհում ընդամենը ռեալ կա 3 գերտերություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը եւ կան տարածաշրջանային շահեր ունեցող, դուք հասկանում եք, պետություններ։ Մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից։ Միառժամանակ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ մեկից ավել ենք պայմանավորվելու։ Միացյալ Նահանգների նախագահի պատվին կոչված Սյունիքի ճանապարհի հարցում էլ ուժեղ Հայաստանի առաջնորդն ասում է, հայկական ստորագրությունը հետ չեն կանչի, բայց նաև չեն անի այն, ինչ արդեն իսկ գրված է փաստաթղթում, հնարավորինս կլավարկեն, հայկական շահերին էլ ավելի կմոտեցնեն, թե չէ Կարապետյանի պնդմամբ հիմա դրանից բոլորն օգտվելու են, բացի հենց մեզնից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Սյունիքում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտվել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարը մերձավորների հետ ըստ կոմիտեի ազգային ժողովի ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտ գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձին, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Ինչ անել, որ չդատարկվեն Հայաստանի գյուղերը, որ երիտասարդները զանգվածաբար չլքեն բնորան, այլ մնան եւ զարգացնեն հայրենի եզերքը։ Աշխատանքի փնտրտուքն ու անվտանգային հարցերը երիտասարդ ընտանիքներին սահմաններից երկրի խորք կենտրոն են բերում։ Հեռավոր գյուղերում մնում են տարեցները, որոնց ուսերին է տնտեսության եւ արտադրության զարգացումը։ Պետությունը որոշել է աջակցել տարիքավորների բիզնես նախաձեռնություններին։ Դավիթ Թադևոսյանի անդրադարձը։ Սահմանամերձ եւ գյուղական համայնքներում այսօր հիմնականում տարեցներն են մնացել, պահպանելով համայնքների կենսունակությունն ու տնտեսությունը։ Սակայն տարիքի հետ աշխատանքի հնարավորությունները նվազում են, իսկ միայն կենսաթոշակով ապրելը դժվար է։ Այդ պատճառով շատերը փորձում են զբաղվածություն ապահովել փոքր արտադրական բիզնեսներ սկսելով։ Մասնագետների կարծիքով սահմանային բնակավայրերում բիզնեսի զարգացման հիմնական ռիսկը անվտանգային խնդիրներն են, որոնք խոչընդոտում են ներդրումներին եւ նպաստում արտագաղթին։ Տներ են կառուցում 16 միլիոն դրամի դրամաշնորհները պետություն տալի, կառուցում են, դոմաթը շենքերը աճում են, բայց գյուղի բնակչության քանակը չի ավելանում։ Նպատակը այն է, որ գյուղերը ավելի բնակչությունը շատանա, ընդհանուր տնտեսական ակտիվություն կլինի, բայց իրական պատմությունը ցույց է տալու, որ շենքերը ավելանում են, բնակչությունը չի ավելանում։ Կառավարությունը համայնքային մակարդակում տնտեսական շրջանառության աշխուժացման նպատակով առաջարկել է նոր նախագիծ, որով նախատեսում են աջակցել 63-ից 72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին։ Այն կարող է ուղղվել տեղական պահանջարկ ունեցող փոքրածավալ արտադրական, ծառայությունների, արհեստագործական, գյուղատնտեսական, ստեղծագործական եւ այլ տնտեսական գործունեությունների իրականացմանը։ Ակնկալում են, թե դա կնպաստի համայնքներում փոքր տնտեսական նախաձեռնությունների թվի աճին, ինչպես նաեւ ընտանեկան եւ միկրոձեռնարկատիրական մոդելների զարգացմանը։ Ըստ փորձագետների ծրագիրը պետք է ունենա վերահսկման մեխանիզմներ։ Աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա։ Մեկ շահառուի համար նախատեսվում է մինչև 2 միլիոն դրամ աջակցություն։ Իրականացումը փուլային է, տարածքային առաջնահերթություններով։ 2 միլիոն դրամը որ տալիս են, պետք է մարդկանցից որոշակի երաշխիքներ ունենան։ Երաշխիքը պետք է լինի ֆինանսական, ապահովական, այդ ինչ պետք է անեն, որ ընդհանուր 2 միլիոնով միանգամից առաջընկնեն, աշխատեն, հարկերը վճարեն։ Մասնագետները ընդհանուր առմամբ դեմ չեն նախագծին, սակայն նշում են, որ 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում բիզնեսով զբաղվելու ցանկությունը զգալիորեն ավելի քիչ է, քան երիտասարդների մոտ։ Նրանք կարևորում են նաև ֆինանսական գրագիտության բարձրացումը, որը դեռ բավարար մակարդակի վրա չէ։ Ասում են, որ նախագիծը ավելի շատ սոցիալական է, քան տնտեսական եւ չեն բացառում նաև քաղաքական ռիսկերը։ Սա չպետք է հայտարարվի ընտրություններից մի ամիս առաջ։ Քանի որ վերջերս քննարկվել է հենց սահմանազատման հարց Ադրբեջանի պատվիրակության հետ։ Ես շնորհիվ մտահոգություն ունեմ, որ կապոց այս համայնքներում որոշակի սոցիալական նման ակցիաներով շահել մարդկանց ուշադրությունը, ծրագիրը ինքնին սոցիալական տեսանկյունից կարող է բավականին դրական բան լինել, եթե իսկապես կառավարումը այդ ծրագրի կկարողանան իրականացնել։ Մասնագետների գնահատականով ծրագիրը կարող է դառնալ սահմանամերձ ու գյուղական համայնքներում տարեցների սոցիալական ակտիվության պահպանման եւս մեկ փորձ, սակայն հիշեցնում են, միայն ֆինանսական աջակցությունը բավարար չէ, առանց անվտանգության, կայուն բնակչության աճի եւ երկարաժամկետ տնտեսական միջավայրի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ստվերի դեմ պայքար, որ հարվածում է առաջին հերթին հենց սպառողի գրպանին QR կոդերի պարտադիր դրամաշնորհման համակարգի ներդրման մասին է խոսքը։ Բեռը, որ պետությունն է խոստացել իր վրա վերցնել, մնացել է տնտեսվարողների ուսերին, նրանք էլ ապրանքներն են թանկացնում հավելյալ ծախսերը հանելու համար։ Համակարգը սպասարկող ընկերության ընտրությունը եւս կասկածների տեղիք է տվել, ով է իրականում շահում եւ օգուտներ քաղում համակարգի ներդրումից։ Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Հայաստանում ապրանքների QR կոդերով պարտադիր դրոշմավորման նոր համակարգը հետզհետե ավելի շատ դժգոհությունների պատճառ է դառնում։ Բիզնեսի ներկայացուցիչները համարում են, որ սա հերթական ֆինանսական բեռն է տնտեսվարողների ու քաղաքացիների ուսերին։ 2025 թվականի փետրվարին կառավարությունը ընդլայնեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը։ Այժմ համակարգը տարածվում է տասնյակ ապրանքների վրա, սկսած կատնամթերքից ու մսամթերքից մինչև դեղորայք, վառելիք։ Արտնանումես ու կատնաշոռը 560 դրամից
դարձել է 600, թթվասերը 660-ից դարձել է 700 դրամ։ Ընկերություններ կային, որոնք նույն գնով էին վաճառում, հիմա նրանցից մեկը մյուսից որոշակի գնի տարբերություն է տալիս։ Երկուսն էլ թանկացրել են, մեկը 5%, մեկը օրինակ 10%։ Այս 5 եւ 10%-ների շեղումը հենց այսպես կմնալ, թե քաշվի առնելով, որ բրենդերի կռիվը, միշտ չի որ էժան լինելը տնտեսվարողի համար լավ է, որովհետեւ ինքը համարում են շատ տնտեսվարողներ, որ բրենդը չի կարող ավելի էժան լինի, քան մյուսի բրենդը, եւ գները մոտեցնում են իրար։ Միայն այս տարվա ընթացքում տնտեսվարողները ձեռք են բերել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն QR կոդ։ Յուրաքանչյուր կոդի համար վճարվում է 2.5 դրամ եւ ընդհանուր ծախսն արդեն գերազանցել է 3 միլիարդ դրամը։ Մասնագետների հաշվարկներով սա ապրանքների ինքնարժեքը բարձրացնում է 5-ից 7%-ով։ Տնտեսվարողը վճարում է գումար նաեւ QR-ները տպելու համար, կրկնակի ծախս է կատարում, դրա համար էլ ապրանքը 6 դրամ թանկանում է։ Պարզաբանում է փորձագետն ու հավելում դրոշները ներդրեցին ստվերի դեմ պայքարի համար, որը պետք է ոչ թե մշտական լիներ, այլ կարճաժամկետ, ինչից հետո էլ պետությունը այդ գումարը պետք է վերադարձներ տնտեսվարողին։ Հիմա այն դարձել է պարտադիր պահանջ, իսկ գումարի հետ վերադարձ չկա։ Ով է վերահսկում իրավիճակը։ Էկոնոմիկայի նախարարությունից ժամին ասացին իրենց գործառույթը չէ։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է շուկային, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթ կհարուցվի։ Բացի ֆինանսական բեռից հարցեր են առաջացել նաև համակարգի սպասարկող ընկերության ընտրության շուրջ։ Համակարգի ազգային օպերատոր է դարձել մասնավոր ընկերություն։ Մրցույթին մասնակցել է ընդամենը 1 կոնսորցիում, որն էլ ճանաչվել է հաղթող։ Մասնագետների կարծիքով այստեղ խնդիրը միայն QR կոդերը չեն։ Խնդիրն այն է, որ պետական վերահսկողության գործառույթը փաստացի փոխանցվել է մասնավոր ընկերությանը, իսկ դրա ֆինանսական հետևանքները կրում են տնտեսվարողն ու վերջում շարքային քաղաքացիները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Երկու ձերբակալված Վեդիում անչափահաս քույրերի մանկապղծության գործով 65-ամյա տղամարդուն կալանավորել են։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ են արձակվել, սահմանվել է վարչական հսկողություն։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 23-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Երևանի Ավագանու նիստում քաղաքապետը անդրադարձել է մայրաքաղաքի մշակութային հուշարձանների պաշտպանության խնդրին, այն ըստ Տիգրան Ավինյանի քաղաքային իշխանությունը ամեն գնով փորձում է վերացնել։ Քաղաքապետը ասել է նաև, թե գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, 93 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ կառուցելու կարիք կա, իսկ ավելի քան 73 կիլոմետրի դեպքում անհրաժեշտ է հիմնանորոգում։ Նաև վստահեցրել է, որ 5-6 տարում ամբողջ կոյուղատար համակարգը կթարմացվի։ Եթե մենք քննարկում ենք կարևորագույն ջրի եւ այդ ջրամատակը կոյուղիների բանի հարցը եւ այլն, իշխանությունը չպետք է դուրս գա այդ հարցը լուրջ բան ենք քննարկում, մոտեցումներ կա, առաջարկներ կա, պետբյուջեն է սա տալի, էֆեկտիվության խնդիր կա։ Արոն Թորոսյանը երբ խոսում է աշխատանքներից, համակարգայնությունից այդ աշխատանքների կազմակերպման, ես միշտ ուզում եմ հիշել 2018 թվականից 2021 թվականները ընկած ժամանակահատվածը եւ այդ ժամանակ իրականացված այդ համակարգային աշխատանքները եւ լուծումները, որոնք որ իրականում երբ տենց մի փոքր ավելի դետալային խորանում ես, երբ այդ փոշին եւ դումանը մի կողմ ես դնում, հասկանում ես, որ ուղղակի բացակայել է, առհասարակ։ Հարցակում Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների վրա նրանցից մեկը գլխին հասված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակը, ըստ նրա միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումներով տեղադրված է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քառակուսի մետր ծավալը։ Հարցակումը տեղի ունեցել պաստառը ապամոնտաժելու ընթացքում։ Հանրությանը ցնցած Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված 65-ամյա տաքսիստ Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնում են քննչական կոմիտեից։ Առավոտյան բողոքի դուրս եկած վեդեցիները իրավապահներից պահանջել էին մանկապեղծներին կալանավորել եւ արդար քննություն անցկացնել։ Անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով 2 անձանց գիշերն էին ձերբակալել հանրային աղմուկից հետո։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը հոդվածով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Կառավարությունը մտադիր է կրկնակի բարձրացնել միկրոբիզնեսի շրջանառության տարեկան շեմը, նաև հրաժարվել շրջանառության հարկից, անցնել ավելացված արժեքի հարկի համակարգին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե միկրոբիզնեսի համար տարեկան 24 միլիոն դրամի շեմը մտադիր են բարձրացնել, կրկնապատկել այն դարձնելով 50 միլիոն դրամ։ Ըստ Փաշինյանի շրջանառության հարկի համակարգը չի նպաստում բիզնեսի խոշորացմանը եւ հաջողությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել եւս մեկ տարանցիկ բեռ։ Ուղարկվել է հացահատիկով լի 10 վագոն, ընդհանուր առմամբ 700 տոննա, եւ ալյումինով լի 2 վագոն, ընդհանուր առմամբ 133 տոննա։ Մոտ 3 ամիս առաջ էկոնոմիկայի նախարարը հայտնել էր, որ օրինակ Հայաստանը կարող է Ադրբեջան արտահանել ալյումին, ալյումինի փայլատիթեղ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբոր որդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն։ Այս մասին հայտարարել են դատական նիստի ընթացքում։ Երևանի Միասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի վարորդ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Սոցցանցերում տեսանյութեր տարածվել, որտեղ 19-ամյա երիտասարդը Միասնիկյան պողոտայում անկանոն վարում էր իր Mercedes Magnus-ի ավտոմեքենան, վազանց կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում ավտովթարի պահը, նկարահանվել է։ Եվս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցության վթարի տեսանյութը ու զվարճանում։ Մայիսի 7-ին նշվում է ռադիոյի օրը։ Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը 1895 թվականին ցուցադրեց առաջին ռադիոընդունիչը եւ առաջին անգամ ռադիոհաղորդագրություն ուղարկվեց հենց մայիսի 7-ին։ Հայաստանի ռադիոն հեռարձակումները սկսել է 1926 թվականին։ Ռադիոն մեծ հեղափոխություն բերեց հաղորդակցության ոլորտ, հնարավորություն տալով տեղեկատվությունը փոխանցել մեծ հեռավորությունների վրա առանց լարային կապի։ Այն կարևոր դեր խաղաց գիտության, մշակույթի եւ լրատվության զարգացման մեջ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն, առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 6 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 13 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախլեռներում սպասվում է 18-ից 21, Լոռիում 13-ից 16, Տավուշում 16-ից 18 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 20-ից 23, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 21, Սյունիքի նախլեռներում 13-ից 16 աստիճան, Երևանում օրը կանցնի պարբերական տեղումներով, այս գիշեր սպասվում է 8-ից 10, ցերեկը 19-ից 21, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։